Ենթադրենք վաղը բացվեց հայ-թուրքական սահմանը։ Պատկերացնում եք, չէ՞ թե ինչքան մեծ բան է իջնելու, բեռա թոթափվելու մեր տնտեսության ուսերից լոգիստիկ առումով։ Նույնիսկ ոչ միայն դեպի Եվրոպա, հասկանում եք։ Ասենք նավով հաղորդակցությունը, որ հիմա հիմնականում, ասենք Չինաստանից գալիս էր իրանական պորտերով, կարա գա արդեն միջև Կրածովյան պորտերով, հա, գա հասնի, չգիտեմ, նույն թուրքական կամ հունական պորտեր կամ վրացական իհարկե գալիս էր, բայց շատ ավելի երկար էր նավերը գալիս։ Բոսֆորով անցնելով եւ Նաեւ ավելին, նույնիսկ մեր հարևան եւ բարեկամ երկրների կողմից արդեն վերաբերմունքն էլ ավելի ուրիշ կլինի, որտեղ դու ուղակի կախված չես լինի 1 կամ 2 երկրից եւ սա ակնհայտ է, որ դու կախված ես 3 կամ 4 երկրից ավելի լավ վիճակում ես, քան որ կախված ես 1 կամ 2 երկրից։ Հա, ու նաեւ դրա համար էլ Ռուսաստանի Դաշնությունը շատ ցավոտ է տանում այս ապաշրջափակման process-ը, հատկապես երբ իրենք չկան այդ բանակցություններում, այսինքն իրենք ոչ միջնորդ են, ոչ կողմ են, հա, հասկանում եք։ Իհարկե ցավոտ է տանում, ձեր նշած է մյուս գաստրոլյորը, որը իհարկե ինչքան գիտեմ մուտքը Հայաստան արգելված է, Սալավյովը, որ էլի ապուշ բաներ է այսօր խոսացել, որակումներ տվել, բան, թուրք անվանել մեզ, ոնց որ ասենք, չգիտեմ, Իշխան Սաղաթելյանը, եւ այդտեղ էլ միանգամից հասկանում ես, թե որտեղից է այդ ամեն ինչը գալիս, հա։ Թեև իրանք թուրքերի հետ ամբողջ օրը առևտուր են անում, ջանջիգյար, թուրքերեն է, չէ, ջանջիգյար բառը, եթե չեմ սխալվում։ Պարսկեր, հա, կամ պարսկեր են, չէ։ Առևտուր են անում միլիարդավոր դոլարների, շրջանցում են սանկցիաները բոլոր արևմտյան Թուրքիայի միջոցով, բայց հենց մենք ուզում ենք Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցել, մենք դառնում ենք թուրք։ Ինչի, որտեղ դա անում ենք առանց իրենց համաձայնության եւ առանց իրենց միջնորդության։ Ստեղ է խնդիրը, ոչ թե որ մենք փորձում ենք մեր հարաբերությունները կարգավորել։ Նույնն էլ Ադրբեջանի դեպքում էր։